Քաղցկեղի անհատականացված բուժում, ինչ է դա, սերետ է պրոֆեսոր Բադալյանը, այս թեմայով մենք հաճախ ենք խոսում և դա շատ ակտուալ է այսօր, քանի որ նույն քաղցկեղը բուժում է տարբեր ձևերով։ Տարիներ առաջ բավարար է լինում քաղցկեղի ձևը տեսնել և տարածվածությունը և նշանակել բուժման սխեման, հիմնականում դա քիմիաթերապիան էր։ Խոսքը գնում է տարածված դեպքերի մասին, երբ որ միայն վիրահատությունը բավարար չէ։ Հիմա փոխվել է ամեն ինչ։ Օրինակ, եթե կրծքագեղձի կամ թոքի քաղցկեղ է, տարբեր մարդկանց մոտ նշանակում է տարբեր բուժումներ և հաճախ պացիենտները չեն հասկանում ինչու՞մ է պատճառը, ինչու՞մ է տարբերությունը։ Բանը նրանում է, որ ուռուցքը բացի տարածվածությունից ունի կենսաբանական շատ տարբերակներ, այսինքն նա կապված է ոչ թե միայն բջիջների չարագործության աստիճանից, այլ թե ինչ մուտացիաներ կան, ինչ ռեցեպտորներն են ակտիվ, ինչ գործոններն են PDL նման գործոններն են դրական։ Այդ բոլորը գենետիկ հետազոտություններով հաստատվող կենսաբանական, այս մենք այդպես ենք կոչում, տարբերակները որոշում են բուժման սխեման։ Պատկերացրեք հաճախ, եթե կին է գալիս տարածված քաղցկեղով, մենք առաջերտին հիմնականում ոչ թե հիմնվում ենք ինչքան քանի մետաստազ ունի եւ որ օրգաններում, այլ որ տարբերակն է հորմոն դրական բացասական, հեռը բացասական դրական եւ մնացած բոլոր ցուցանիշները։ Նույնը վերաբերում է թոքի քաղցկեղին, բացի նրա հիմնական 3 տարբերակներից տափակբջջային ադենոկարցինոմա եւ մանրբջջային, կարևորը ինչ մուտացիաներ կան եւ ինչ ուրիշ գործոններ, ինչպես ասի PDL1-ը։ Այսինքն նույն ուռուցքը բուժվում է տարբեր ձևերով, տարբեր դեղամիջոցներով եւ այսօր դա կոչվում է անհատականացված բուժում, ինդիվիդուալ մոտեցում։ Դա է կարևորը, որ ստանան լավ արդյունքներ։ Բացի դրանից շատ կարևոր է մարդու վիճակը։ Իհարկե պետք է տարբերել հիվանդը երիտասարդ է թե տարիքով, ինչ ուղեկցող հիվանդություններ ունի։ Իհարկե տարբեր է երիտասարդ առողջ տղամարդը ցավոք իրենց մոտ է լինում, որը զբաղվում է սպորտով եւ այլ եւ հիվանդացել է քաղցկեղով կամ կինը եւ համեմատենք 70-80 տարեկան մարդը, որը ունի տարիների ընթացքում առաջացած տարբեր քրոնիկ հիվանդություններ, սիրտանոթային, շաքարային, ռևմատոլոգիական կամ թոքի քրոնիկ բորբոքումներ, ֆիբրոզներ, շատ այդ բոլորը պետք է անպայման լինի հիմքում բուժումը ընտրելուց, որովհետև բացի նրանից, որ ընտրում է դեղամիջոցի անունը, որոշում է դոզաները, այսինքն բարձր-ցածր, կան իհարկե ամեն դեպքի համար միջազգային ուղեցույցներ, որոնցով մենք ուղեկցվում ենք, բայց ինդիվիդուալ մոտեցումը պետք է լինի, ամեն ինչ չի, որ մենք կարող ենք կարդալ գրքում կամ ինտերնետում, պետք է տեսնել դիմացի նստած մարդուն, նույնիսկ բացի նրանից, որ որոշվում է այդ իմ ասած գործոնները եւ ուղեկցող հիվանդությունները, պետք է տեսնել ով է դեմդ նստած, ինչպես է նա տրամադրված բուժվելու, կա արդյոք կողքը հարազատներ, որոնք միշտ կաջակցեն իրեն, այսինքն սոցիալ վիճակն է կարևոր, որտեղ ապրում մարդը, կարող է գալ բուժումների թե ոչ եւ իհարկե ֆինանսական վիճակը։ Այս ամբողջ կոմպլեքսը պետք է հետազոտվի։ Դրա համար օրինակ մեր խորհրդատվությունները առաջի հանդիպման ժամանակ տևում են ոչ պակաս 1 ժամից, որովհետև այդ ամբողջը պետք է տեսնել, հասկանալ, նոր կազմել բուժման ծրագիրը։ Եվ վերջում ավելացնեմ կարևորությունը երկրորդ կարծիքի։ Այստեղ այս բարդ դեպքերի ժամանակ երկրորդ կարծիքը լինում է բավականին կարևոր։ Չպետք է ոչ մի բժիշկ նեղանա, եթե պացիենտը ստացել է ուրիշ կարծիք։ Ես չեմ ասում այն դեպքերը, որ շատ են գնում դեպի 3-րդ, 4-րդ կարծիքները արդեն խճճվել են հիվանդները, տարբեր հետազոտություններով կարծիք պետք չէ, թող լինի 2-րդ, 3-րդ, 4-րդը պետք չէ, բայց լինի, որովհետև ինչքան էլ մարդ գիտի, ինչքան էլ փորձ ունի, բայց կարող է միտեղ ինքը այդ դեպքը տեսած չլինի, այդ բարդությունը տեսած չլինի, ուղեկցող հիվանդությունը եւ մյուսը դա տեսնի ավելի լավ։ Էլ չեմ ասում կարող է եւ բուժումը լինի 3 սխեմաներ, պետք է ընտրել որն է ավելի ճիշտը։ Այստեղ նույնպես երկրորդ կարծիքը կարևոր է։ Դրա համար այսօրվա օրով այդ անհատականացված բուժման մեջ մեզ դեր է գրավում եւ երկրորդ կարծիքը ստանալը տարբեր մասնագետներից։ Ես դիմում եմ եւ բժիշկներին եւ պացիենտներին, որ
նախ առաջինը չհրաժարվել ոչ մի ավելորդ հետազոտություններից, որովհետև իրոք մեծ մասամբ դրանք կարևոր են եւ պետք է լինեն, հատկապես բուժման սկզբում։ Օրինակ վերջի դեպքը, որ կինը ճուներ պետկատե հետազոտությունը կրծքագեղձիկ հասկերով, շատ դժվար էր ինձ որոշել, թե մյուս բուժման փուլը ինչ պետք է լինի, քանի որ պետկատեն տալիս այն տվյալները, որ չեն տալի ուրիշ։ Այսինքն դա օրինակ բերեցի, կարող է բոլորին չի ցույցված պետկատեն, բայց գրագետ բժիշկը ընտրում է ճիշտ հետազոտությունը, պացիենտը չպետք է հրաժարվի եւ երկրորդը անպայման եւ կասկածների դեպքում կամ վատ բուժման ընթացքի դեպքում եւ թեկուզ առանց դրա ստացեք երկրորդ կարծիք, որը կլինի իհարկե առաջատար մասնագետի մոտ։